Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում անփոփոխ թողեց, այն 6.75%-ի մակարդակում է։ Մինչ դուք ձեր էկրաններին կտեսնեք վերաֆինանսավորման տոկոսադրույքի մեր կողմից պարբերաբար անդրադարձերի արդյունքում ձևավորված կորին կամ այն միտումներին, որի ներքո ենք, ես նշեմ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մնալու սցենարը բավական կանխատեսելի էր։ Մեր վերջին անդրադարձի ժամանակ մենք խոսել ենք նման կանխատեսելի սցենարի մասին եւ նաեւ միջազգային կառույցներ, կազմակերպություններ եւս որոշակիորեն կանխորոշել էին, որ Հայաստանի կենտրոնական բանկը այս շարունակական նվազումը կկանգնեցնի։ Եվ ըստ էության վերջին խորհրդով, որ վերջին նիստով կենտրոնական բանկը որոշեց անփոփոխ թողնել։ Իհարկե հետագայում ինչպիսին կլինի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վարքագիծը, այստեղ կա բավական անորոշությունների մեծ փունջ, այսինքն այսօր մենք դեռ հստակ չենք կարող ասել, որ նվազեցման միտումը վերջնականորեն կանգնած է, այսինքն տոկոսադրույքը կարող է շարունակել հետագայում նվազել, կարող է անգամ վերանայվել եւ նորից բարձրանալ, բայց այդ անորոշությունը ուղիղ փոխկապակցված է այն բավական մեծ անորոշությունների հետ, ի դեպ, որոնց վերաբերյալ մեսիջներ կար նաև կենտրոնական բանկի խորհրդի ասուլիսի ընթացքում հնչեցված։ Սակայն մինչ այդ սա հենց այն տենդենսն է եւ կորն է, որի մասին խոսում ենք, եւ ահա մենք վերջին երկու վերանայումների արդյունքում փաստորեն ունենք 6.75%-անոց վերաֆինանսավորման տոկոսադրույք։ Իսկ հիմա կարևորի մասին, թե ինչ է նշանակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի այս մակարդակը կամ այդ մակարդակում պահպանելը եւ հատկապես ինչպիսի մեսիջներ հնչեցին։ Նախ, եթե անդրադառնալու լինենք այն հիմնական ասպեկտին եւ խնդրին, ըստ էության, որի համար էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ճակերտավոր ասած գործարկվում է կենտրոնական բանկի կողմից, դա գնաճն է եւ գնաճի դեմ պայքարն է, ապա պետք է նշել, որ մեզ մոտ գնաճի հետ կապված անորոշություններ իսկապես կան։ Նախ պետք է նշել, որ այսօր Հայաստանում գնաճային որոշակի դրսևորումներ եւ երևույթներ կան, որոնք կենտրոնական բանկի գնահատականով առավելապես ներկայումս պայմանավորված են սեզոնայնությամբ, այսինքն ըստ էության թանկացել են այն ապրանքները, որոնց թանկացումները սեզոնային բնույթ ունեն եւ դրանք պայմանավորված չեն պահանջարկի աճով։ Իդեպ նախորդ ժամանակաշրջաններում հենց պահանջարկի բավական լուրջ աճն էր, որ նպաստել էր գնաճին։ Սա իհարկե գնաճի հետ կապված, կարծես թե հեռանկարի հետ կապված որոշակի տալիս է հնարավորություն ենթադրելու, որ հետագայում սեզոնային ազդեցությունը եթե թողնի, գնաճի հետ կապված խնդիրը սուր չի լինի, բայց եթե այդ ազդեցությունը թողնելուց հետո այլ ազդեցություններ այստեղ չաշխատեն, չգործեն, մինչդեռ այդ մասով իրականում բավական այսպես մտահոգիչ մեսիջներ կան եւ առաջին հերթին հիմնական առևտրային գործընկեր երկրներում դեռևս պահպանվող գնաճն է, համաշխարհային առևտրում անորոշությունների բավական լուրջ մակարդակը, որը վստահաբար գիտեք, հետս հետ է աճում եւ ավելանում է, միջազգային դերակատարների եւ խաղացողների միջև առևտրային կարծես թե նոր պատերազմների հնարավոր դրսևորումներով եւ այլն, եւ ըստ էության արտաքին գնաճային ճնշումներ արդեն իսկ կան։ Հետեւաբար, ինչ ենք այս մասով փաստում։ Եթե այսօր սեզոնային բնույթ ունի մեր մոտ գնաճային որոշակի դրսևորումները, ապա առնվազն չենք կարող երաշխավորված լինել, որ որոշ ժամանակ անց նույն արտաքին ազդակներով պայմանավորված գնաճը չի լինի։ Եվ այս պարագայում, եթե սոցիալ-տնտեսական հետևանքի տեսանկյունից ենք որևէ կերպ կարևոր չէ պատճառը, կարևորը փաստն է, դա այն հանգամանքն է, որի մասին նաև խոսել ենք, որ մեզ մոտ առաջիկայում կարծես թե նոր գնաճային դրսևորումներ լինելու են։ Կենտրոնական բանկի ասուլիսի ժամանակ դեպի Հայաստանի տնտեսություն եւ տնտեսական աճի վերաբերյալ կրկին մտածելու տեղիք տվող մեսիջներ կային, առայն որ առաջին կարծես թե հանրահայտ փաստը Հայաստանի տնտեսության աճի հիմնական ազդեցությունները դրանք ժամանակավոր ազդեցություններն են եւ այս մասով տնտեսության աճի հետագա պահպանման հետ կապված կան բավական լուրջ անորոշություններ։ Իդեպ այդ անորոշություններից բխում է նաեւ հնարավոր պահանջարկի հետ կապված խնդիրները։ Կենտրոնական բանկը որևէ կերպ չի բացառում ոչ այնքան ցանկալի մեր տնտեսության համար B տիպի սցենարի զարգացումը, որը ենթադրում է տնտեսության աճի դանդաղում, ապա նաև ներքին պահանջարկի դանդաղում։ Իհարկե այս մասին խոսվեց հարցին ի պատասխան, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման արդյունքում կնվազեն արդյոք վարկերի տոկոսադրույքները եւ հնչեց պատասխան, որ դրանք պայմանավորված են առաջարկով եւ պահանջարկով, որևէ կերպ բացառված չէ այդ բացասական ոչ ցանկալի B տիպի սցենարի
գնարի զարգացումը, հետևաբար հնարավոր է նաև պահանջարկի թուլացում տոկոսադրույքների վարկերի մասով, հետևաբար տոկոսադրույքները եւս կնվազեն։ Այո, գուցե տոկոսադրույքների նվազման մասով կարծես թե որոշակի այսպես ուրախալի հանգամանք է, սակայն տնտեսական զարգացումների եւ մակրոտնտեսական իրավիճակի տեսանկյունից սա որևէ կերպ ցանկալի սցենար չէ։ Ինչևից է փաստենք, որ կենտրոնական բանկը առաջիկայում որևէ կերպ չի բացառում տնտեսության համար ոչ ցանկալի զարգացումները։ Բավական հետաքրքիր մեսիջներ դեպի շատ-շատերին հետաքրքրող անշարժ գույքի շուկա, հիպոթեկային վարկավորում եւ արդեն պատճառ հետևանքով արդեն գանք մեր գնահատականին հնարավոր զարգացումներ անշարժ գույքի գների հետ կապված։ Խորհուրդը կենտրոնական բանկի նշում է, որ որոշակի միտումներ նկատվում են Երևանում անշարժ գույքի շուկայի աշխուժացման այդ երևույթի տեղափոխում դեպի մարզեր։ Իհարկե սա հասկանալի տրամաբանության ներքո է, եկամտահարկի հիպոթեկային վարկավորման ուրեմն գործընթացում եկամտահարկի վերադարձելիության ծրագիրը, որը դադարեց Երևանում, այժմ այդ էֆեկտը, այդ ազդեցությունները գործում են մարզերում եւ որոշակի աշխուժություն իհարկե կտեղափոխվի դեպի մարզեր։ Իդեպ անշարժ գույքի հետ կապված ցուցանիշների ուսումնասիրությունը կադաստրի կոմիտեի, պաշտոնական վիճակագրության, այսինքն վիճակագրական կոմիտեի կողմից այդ ցուցանիշների համադրումը որոշակի այդպիսի միտումներ ցույց են տալիս Երևանում գործարքների նվազման, Երևանամերձ մարզերում որոշակի աշխուժացման եւ նաեւ գների հետ կապված համանման ուրեմն նույն տրամաբանության ներքո գործընթացներ։ Բայց ընդհանուր անշարժ գույքի հետ կապված այն գնահատականը, որ շուկայի շատ արագ սառեցում տեղի չի ունենա, այստեղ որոշակի վերապահումներ ունենք եւ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ անշարժ գույքի շուկայի զգալի տեսակարար կշիռը բաժին են գնում Երևանին, հետեւաբար Երևանում այդ գործընթացների սառեցումը ընդհանուր ցուցանիշի վրա իհարկե իր էական եւ զգալի ազդեցությունները կունենա եւ նույնը վերաբերում է նաեւ գների հետ կապված, թեև պետք է նշել, որ մարզերում աշխուժությունը նաեւ որևէ կերպ չի ենթադրում նույն խորության եւ նույն մեծությամբ աշխուժություն, քանի որ որքան էլ այսօր հիպոթեկի վարկավորման գործընթացում եկամտահարկի վերադարձելիությունը որոշակիորեն գրավչությունը մեծացնի մարզերում բնակարանների ձեռքբերման, այդ գրավչությունը որևէ պարագայում համեմատելի չէ Երևանում անշարժ գույքի ձեռքբերման գրավչության։ Այսինքն այս հանգամանքը եւս պետք է հաշվի առնել։ Հետևաբար անշարժ գույքի շուկայում որոշակի այսպես պասիվացման միտումներ, հետևաբար նաեւ գների հետ կապված որոշակի անկումներ կարծում ենք առաջիկայում այնուամենայնիվ պետք է սպասել, թեև այդ առանձնահատկությունը գների իներցիայի շարունակական պահպանման առանձնահատկությունը եւս պետք է հաշվի առնել։ Եթե փորձենք ամփոփել, ինչպիսին է կենտրոնական բանկի մեսիջները բանաձևված, հա, կենտրոնական բանկը ըստ էության Հայաստանի տնտեսության, Հայաստանի եւ Հայաստանի հետ կապ ունեցող զարգացումների մասով իր գնահատականներում կարող ենք ասել, որ բավական օբյեկտիվ է։ Իդեպ շատ ավելի օբյեկտիվ եւ ճշմարտամոտ իր գնահատականներում, քան նույն Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ որոշում կայացնողներն են։